Սիրելիներ, եւս մեկ ամբողջ եթերային ժամ նվիրված հավատքին, որի մեջ մենք խոսում ենք Աստծո սքանչելի ճշմարտությունների մասին, փրկության ճանապարհի մասին, Տեր Հիսուսի քավչարար արյան մասին, հավիտենական կյանքի մասին, նյութեր, անverջ նյութեր, Սուրբ Գիրքը Աստծուց մեզ տրված մի գանձ է, որով մեզ հայտնվեց Աստծո կամքը, Աստծո ով լինելը, Աստված մարմնով հայտնվեց Հիսուս Քրիստոսի անձի մեջ, եւ մենք դա իմացանք իր ճշմարիտ եւ կենարար խոսքի միջոցով, Սուրբ Գրքի Աստվածաշնչի միջոցով։ Այս մեկ ժամը եւս մենք տրամադրում ենք, որպիսի խոսենք եւ շարունակենք այս ճշմարտությունները։ Աստծո խոսքը մեզ համար փրկության ճանապարհը բացելու ձախ նաեւ տալիս է այս կյանքի մեջ ինչպիսի ընթացք մենք պիտի ունենանք։ Հավատացյալի կենցաղը, կյանքը, սրբությունը եւ ամեն բաներ, անգամ կենցաղին վերաբերող ամենայն մանրամասնություններ։ Այսօր սիրելիներ, հայտնությունը հյուր ունի եւ մեր հյուրը հերավոր Ավստրալիայի Սիդնի քաղաքից եկած մի սիրելի եղբայր է, Սիդնի քաղաքի եղբայրության եկեղեցու հովիվը Խաչիկ եղբայր Խաչիկյանը։ Բարի եկել եղբայր։ Բարի եսանք եղբայր։ Ուրախ եմ այս բահուս ձեզի հետ լալու եւ պատրաստ եմ ձեզի հետ գործակցելու դյուրուչը парքին համար, ինչ որ դերը ձեր միջոցով հոս գործած է եւ գշավնագե գործել, մենք ալ ուչանանք մասնակցել աղոթքով ձեր գործերում։ Երբ որ ձեր վկայությունը տակ, դա ինչ որ ձևով նաև պիտի ներկայացնի ձեր կենսագրականը։ Խնդրեմ, եթե կարելի է մեր հեռուստադիտողների հետ բաժնեկցեք ձեր վկայությունը, խնդրեմ։ Ծնած եմ Սիրիա եւ Թուրքիա սահմանի վրա գտնված հայ գյուղակահարակի մեջ, որ գոչվի Քեսապ։ Ծնունդես սկսած եմ շարունակել ապրիլ ընտանիքի մեջ, որոնք դաստիարակեցին զիս Աստծո ջամփուն մեջ, առաջնորդելով հայ դպրոցի մեջ, որպեսզի հոն իմ ուսումս եւ դաստիարակությունս ստանայի։ 11 տարի Քեսաբի մեջ կյանքս անցնելը հետո Հալեբ փոխադրվեցանք Սուրիո քաղաքի մեջ եւ հոն մի քանի տարի անցելեն հետո Գերագի Գեսորեն վերջ մինչ կպատրաստվեի փողոցի բար երթալու ինգերներուս հետ ժամանակ անցնելու որոնց հետ ճամատրված է որպես շարժաբատկերի երթանք հանկարծ ջամփուն տածքին երդասարտը հետելանիվի վրա նստած դիմավորեցիս եւ ասավ Խաչիկ ուր գերտար ասի շարժաբատկեր շարժաբատկեր այո Ես խորեսած ինձ հետ պիտի կար, ուր, սա աղոտքի, եղբայր, ես այդ բաժինը կադարեցի առավոտում, աս ուրիշ, չհասկացա թե ինչ, և ուզեցի փախուստալ, մինչ կպատրաստվեի հերանալ, ուրիշ մեկ հեզանանիմով եկավ, և ասավ, ինչ է ծեր վեջ իրարու մեջ, Բարեկամս ասավ, կհրավիրեմ զինք բաշտամունքի աղոտքի, չի կար։ Անալ մեջ մտնելով, առաջարգեց որ կնամ, բայց ոչ, ես խոստ տված եմ ինգերներուս, պետք է որ խոստումս հարկեմ, և թող դվի որ հերանամ իրենց մե։ Հաչորդ գերագի,
անկեդակցաբար նույն դեղ ժամադրված են կարծես հանդիպեցավ ինձ եւ սա հաշիվ անցյալ շաբաթ փախար այս շաբաթ ոչ քեզ անպայման պետք է դառնի բայց գրգին զինք մերժել ձևացուցի բայց սրդումս գազես պամը գար որ հետևի միրեն Մինչ կարարգեի իր առաջարկներուն հանգած միտքը կորզածեց եւ ասավ հաշիկ այս հետելանի վար կնա բդդե ասին շամու կներկայանանք դեղմը հոն միասնապար որոշենք ինչ պետք է անենք հետելանևին սիրուն շարժաբատկեր երթալ են վազանցա եւ շրջաբոդուդս շատ հաջելի անցավ հետելանևին վրա նստելով Վերարարցիս քանի մինգեր ներդեսա որ կովի կայնած զիս գսպասեին հետելանևի իրենց հանցնեն վերջը մեգսավ խաչիկ մենք բդուդի պիտի երթանք գուզես մասնակցել մեզի ասիվ աչ ես ուրիշ ծրակիր ունեմ Մինչ երթայի խորեցա թե ըրածը սխալ էր բայց ուրախացա որ իրենց հետ չմասնակցեցա Եվ քիշերդուն կացի հայրս ավդահաս գխորին թե դու այսօր սխալ բան մրած ես Զայրիկ ինձ սխալ Սա ժամանակ հետ քիչ ուշացած ես դուն կալու Քիչ հետո ուրիշ մեջ մտնելով խոսարկություն տատրեցավ բայց հաջորդ գիրագի անկեդակցաբար գրգին նույն դեղը ժամադրված են կարծես եւ հանդիպեցանք իրարու այս անգամ չգրսի մերժել եւ շատ լավ գուկա միասին իրենց աղթաժողովին կացի եւ ներս մտնելով այդ սրահեն դեսավոր մեկը ոտքի գայնած չրքերեն լեզվով քարոզ մտավ որ երկու բարիշ չհասկացա եւ աղոթքի վերջանալեն հուսկավա երեք երդասարտներ կովի եկան եւ ասին հաշիկ մենք բդուդի բիերտան գուզես կանինձի հետ Այո, իր հարպես զգուկա եւ միասնապար ելան եւ բդուդի երթալուց կսանք Ջամփուն տացքին ես պայրգամից հետ կխոսեի այդ երկու երդասարտների մեզ մի առաջ քիչ առաջ թուրքերեն լեզվով եղած քարոզներուն վերլուծումը գոդային Մինչ շատ սկսեցի մտածել իմ պայրագամներս ինձի սխալ բացատրություններ, խորհուրդներ, մտքեր եւ ուղղություն կտան, իսկ այս երդասարտները նույն տարիքի, բայց իմաստալից խորհուրդներ կտան եւ եղած դրված պատկամին սահմանումը Եվ կպացատրեին սիրտս սկսվեցավ եւ իրենց հետևելով վերջապես կացինք բարձունքի վրա որ գոչվեր 7 եղբայրներ եւ այդ եղբայրներուն գտնված վայրին բարձր ժայռի վրա նստած մինչ կխոսակցեինք հանգած եղբայրների մեկը շարագամ սկսավ երգել այնքան անուշ հրաբուրիչ երկրորդը մոդեսավսավ եղբայր աղոթքի ժամն աղոթենք եւ երրորդն ալ իր հետ նստավ մասնակցին բոլորս մեգիկ աղոթեցին այրևամուդին իրենց սրտերը Աստծո հետ գաբեցին հերթը որ եկավ ինձի ասեի իմ դունս այստեղ ավելի մոդ է ուստի ես դուն գերտամ
Հաչիկ եկուր տունալ աղոտ է, հետո կնա։ Ոչ, իմ դոնս մոդ է բայբակ շերբարի։ Հենց որ դուն հասա, հայրս բարգացած ըսավ դղաս ուր էիր մինչև հիմա։ Իսկ հայրիկ, այս ուդեր մկացի, որ շատ հաճելի էր։ Սա ուր։ Աղոտքի հանգած բարգությունը իջավ, սա դղաս, քեզ նոր գդագարամդամ, դիր կրբանդ և գարտա։ Այդ նոր գդագարաններ, որ իմ գյանքիս հիմքը եղավ։ Սերդեցի, նույն կիշերն իսկ 10-15 կլուխներ գարտացի։ Հաջորդ օրը կացի, ավետիս, աբաշխարել գուզեմ, դու ինչպես աբաշխարեցիր, աղոթեցի և աբաշխարած եղա։ Ավետիս ես ալ գաղոթեմ, քիչեր, մինչև արդու աղոթեցի, սուրբկիր կարտացի, աբաշխարած եղա։ Ուսավ ես չեմ գիտեր ավելի նոր եմ, երթանք մանուկին հարցնենք։ Էշալավ, մանուկին կացենք, մանուկ, եղբայր, ինչպես կաբաշխարեն։ Ես ալ քեզի պես երդասարդ եմ, և ես ալ իմ գյանքս կուզեմ Հիսուսի դալ, բացատրեն զի, թե ինչպես գնամ աբաշխարել։ Խերջը հսավ, եղբայր եկուր քեզի աղոտ մը կրեմ, և զայն գարտա աստուծո աբաշխարած կլաս։ Մանուկ, խելքիս չի մտներ, չի բարգիր, չեմ հասնա, թե ինչպես, ուրիշի մը կրած աղոտ կգարտալով աբաշխարած լավ։ Ուսա, ես ասպես գհամոզվիմ, տուն գիտես։ Բայց, եթե գուզես ավելին, երթանք ուրիշ եղբայր նգա, որ ավելի փորձարու է, թող անիգա բացատրե քեզի։ Վերջապես կացի, ըսի ավելի շեղբայր, ինչպես կաբաշխարեն։ Այդ եղբայրը մանագրգիտ բացատրեց, բայց տացյալ չգրծի համոզվել։ Սակայն երկու շաբաթներ, քիշեր և ցորեկ սուրբկիր կսկսա գարտալ։ Նոր գդագարանի գրեթե գեսը։ Բայց շաբաթ օրմա իրգվատ եմ դուն երթալու պապակով հանգած սիրտս ջամպեն դիստուրս ուղեց, ձարի մդակ նստելով, սկսա անհակապատ սուրբկիրը գարտալ և ասել դեր, մեղքերս ները, գուղտեն, որ այսօր վնեսկսյալ քուջամպուտ մեջ պիտի կալեմ, միան մեղքերս ները։ Նույն մարդն եմ։ Գրկին, ով դեր, մեղքերս ները, քուջամպուտ մեջ պիտի ապրիմ, խոսքո դա մինչև իմա քեզի հավադարին պիտի մնամ։ Փորձում էր, որպիսի զգացողություն ունենայր։ Այսինքն որը բան զգայր, որ ապաշխարեցի, մի բան կատարվեց։ Այո։ Ահա այստեղ է, որ հաճախ մարդիկ միևնույն սխալը գործում են, կարծելով, որ երբ որ իրենք ապաշխարեն, մի շատ մեծ եւ ասենք նշանակալից դեպք պիտի տեղ ունենա իրենց կյանքի մեջ, մի երևցած կամ ասենք զգացական մի բան պիտի կատարվի եւ հաճախ մարդիկ, որոնք իրապես ապաշխարած են, իրենք չգիտեն, որ ապաշխարած են։ Ճիշտ փորձառությունն է, որ պատմեմ։ Եվ ուրեմն աղոթեցի գրգին եւ գրգին եւ գարտայի սուրբկիրը եւ չես կար թե մեղքերս ներված են, տարչալ գբնտay աստուծո դեր եթե իրապես գաս հայտնեն թե մեղքերս ներած բոլոր սուրդով այս աղոթ կնելեն հետո բացի սուրբկիրը նոր գդագարանեն հայր մերամի չաբես ասվից արչև եկավ գարտացի եւ աղոթքը լրացնելուց պես Կարծես ուսից վրան թեթև բայտ բերմը դուրս ինգավ, խաղաղությունը սրդիս մեջ, գյանքս փոխվեցավ, այնքան ուրախացավ ելած սկսա բարել ձարին տակ։ Հանկարծ մի կրսինգավ, որ այսօր շաբաթ գիշեր է,
այս եղբայրները կողքովիկ մուկան հաջորդ օրվա բոլոր եկեղեցիներու պաշտամունքներուն համար գաղութեն Աստծո ըստաբեցի կացի իրենց կով նայեցա որ 6 հոգի են ձունգի եկած գաղութեն եւ ես ալկացի իրենց հետ ձունգի եկա դեսա լրություն կա աղոտ գնող չկար ես ձունգի ելա գրկին Դեր Իսուս մեղավոր եմ ներենց իմ մեղքերս ասկի հետո քուջանվուտ մեջ պիտի կալեմ միայն մեղքերսները փառք կուտամ քեզի ամեն ամենսելս Os եղբայրներ ոտքի ելան փաթվեցան բարանոցից համբուրեցին ինձ ասին աբաշխարեցիր եղբայրներ աբաշխարություն այց է ասին այո ինչու չհաճելիցիք զիս այս երեք շաբաթերուն տասկին ասին եղբայր այնքան բաց բացատրեցին բայց դու չհասկացար մենք ինչ կնանկանել աբաշխարությունը սրդով դեր Հիսուսի եւ կհանձնվիս գխնդրես դիրոճմե խաչիմրա թափված արյան զորության եւ գխնդրես ուն մեղքերդ ներվի դեր Հիսուս ներեց ինքը հավատարիմ է այս կամբար հավատքը փրկությունը հավատքի միջոցով է դուք շնորհքով փրկված եք հավատքի միջոցով այս ոչ թե ճզմի է հաբա Աստծո բարգեւն է այո Եվ այդպես փրկություն ունեցաք, ինչ հետո տեղ ունեցավ ձեր կյանքի մեջ։ Այս աբաշխարոջ հետես Դա առիթ դարձավ, որպեսզի արդեն հիմնավոր որպես քրիստոնյա ապրեք, թե ձեր կյանքի մեջ էլ ասենք վերիվարումներ եղան։ Եվ որ թվականն էր դա։ 1949 մայիս 7-ը շաբաթ գիշերմը գուցե 5-6 ժամանակներում։ Եվ աբաշխարոջ հուսկավա սրդիս մեջ մեծ երանտմը, պապակմը սուկի կգարտալ։ Եվ ամեն օր անընդհատ ամեն գիշեր սուկի կգարտային եւ ապա բոլորի վրա ելելով հոնգ շարունակեի աղոթել։ Եվ երկար ժամանակ շաբաթներ, ամիսներ Միդսեմ 3 կամ 2 կամ 3 տարիներ անընդհատ ամեն գիշեր անշուտ ոտ ծմեր եղանակին եւ օրմա աղոթածադենս հան այնքան նվիրական գաղութեի բարձրացնով հանգարց ծիրու բրնչունել լսեցի եւ մի քիչ վախնալով աչքերս բացի չոսկով նայելու նայեցա Քիշարաշրջիկ ոստիկաններ եւ եկան դեր իմ մոտ լուսին ներքև եւ սկունոսին հոսինչ կնես սիգարոթել սիմված դու մեգում հետ կխոսիս ասի այո սիմորել ասի աստծո հետ կխոսեմ չի գնալ աստծո հետ խոսիլ դու նս բամը գնես ସେ բամը չեմ անել։ Ըստ այս քարարի մեջ ինչ կա։ Ժայրի մրային քարարի չանք։ Փնդրեցին քարարը, խոզարգեցին, բամը չկա։ Վրաս խոզարգեցին, բամը չկա։ Ճերկիս մեջ սուտկիս մկար։ Ըսին տուն լրդեսես։ Որ հետ կողոցես ըսե, ուր է կորձիկը, ուր է մեքենան։ Եղբայր, ես բազ մարդն եմ, խոսել չեմ գիտեր, արաբերեն չեմ գիտեր լավ։ Որ հետ պիտի խոսեմ։ Խոզարգլեն հետո, մեգսավ, թույլ դուր, գերևի խենդ մնե, եկած եղոս, ինձինքը բնության դված, և թողոցին ու կացին։ Կոմունիստներից չեն տարբերում, այսինքն։ Ասի, երկու անգամ այս փորձառություն ունեցա, երրորդին առ մոտորսայքլով չեմ դեր քանի հոգի կար վրան, բայց ձունգ եկած գաղութեի դերմը, եկան գանյացանքովս խոսեցան, գանչեցին, բորացին, ես աղոտքս առանց ընդհատելու շարունակից աղոթել, քիչ հետո քշեցին կացին, բայց իմ սրտիս այնքան հոգյով լեցուն էր Աստծո Սակայն օրմա, քիշերմա, այդ բոլորի մր աղոթած ադենս,
հանգարտ դեսավոր աշկի սարճև ծորենի հասկեր կան, ծորեներ պաշտացած է։ Եվ ելալ ճայրին վրա եւ սկսած ծորեներում քարոզել, որպես ամենեկ հասկ մարդու դեղ տնելով, անոնց փրկության ավերանին մասին խոսեցա։ Ապաշխարեցեք, վասնջի երկինքի թակավորություն մոտեցած է։ Եվ այդ հոգին մեջ այնքան դիրոջ ներգայություն զգացի, հանգարց Աստծո զորությունը, ինչպես ասեմ, զորավոր ուժը մեջս եկավ։ Եվ Հիսուսը ինձ առաջնորդեց ասելով. ինչու համար ցանկը լման փրկության ավետարանին համար չես գործածես։ Եվ այդ միջոցին Աստված ինձ հասկացուց գամ ինձ իմ գոչումս հայտնեց, թե անոր թակավորության մեջ գործ ունիմ անելիք եւ ցանկս լման նվիրելով վերջապես Բեյրութ փոխադրվեցա Աստվածապանական դպրոց եւ 1957-ին սկսյալ դիրոջ ջամփում մեջ լման հանձնված իբ որպես ավետարանի շրջանը հովիվ եւ վերջապես 1965-ին մինչև հիմա Ավստրալիա Սիդնի քաղաքի մեջ գաբրինք։ Սիդնի քաղաքը եղբայրության եկեղեցին եւ դուք այնտեղի հովիվն եք, ձեր եկեղեցու մասին մի քիչ պատմեք։ 1965-ին երբ Սիդնի ժամանեցինք, ոչ մեկ մարդ չէին ճանչնար։ Եվ քարապ երբ ելանք անշուշտ նավով կացինք, շվարած ուր պիտի երթան, մարդ չունիմ, ձանոթ չունիմ, բարեկամ չունիմ, դիմավորող չունիմ։ Ես գինս եւ 18 ամսու տղաս։ Ձեւը մաքսային բոլոր գործողությունները կատարելեն հետո որ դուրս պետք է ելնենք հանգարտ դեսա դիմացը բադին ներքև գայնած բատկարելի երևույթով դեգիմը մոդացա իրեն նավսի դեգին գնացոքնել ինձի սա ինչպես ըս երթալիք դեմուչունիմ քաղաքին ծանոթ չեմ բանտոգիմ հասցեն գնաստալ ինձի շիրով ասավ եւ դվավ ինձի բանտոգիմ հասցեն եւ սաբաղ եկուր դեսինձի իմ օվերլալս ստուկելեն հետո եւ այդ օրեն Սիդի ժամանեցինք եւ հաջորդ օրը բետեր գործաշխատեի նյութականս ապահովելու ընտանիք կազմելու ընտանիքին ծախսերը հանելու եւ այդպես կամաց դեր օրհնեց 6-7 ամիս հետո շաբաթ եւ գիրագորերը եկեղեցի թաղեթա շրջելով հայերուն հետ ծանոթանալով վերջապես շրջանակ կազմեցինք առաջին պաշտամունքի վայրը ունեցանք 1966 մայիս 12-ին մեր եկեղեցին ծնունդ ունեցանք եւ ցարտ կշարունակենք հայ եղբայրության եկեղեցին Սիդնի մեջ եւ փակազուզո մինչեւ այսօր դերը օրի օր կպարկավաճե գործներ եւ այլն։ Մինչեւ իսկ 4 տարիներ առաջ երբ շատ գեղեցիկ եկեղեցիմը ձերքենից անցավ որպես հոն բարձկով պաշտամունք անենք ասենք եկեղեցին պաշտոնական պատժումը կատարելու համար Prime Minister-ը կանչենք եւ այդ բադբագան օր ունեցանք ամբողջ Ավստրալիա վարչապետը եկավ մեր եկեղեցու պատժումը կատարելու եւ մեծ բադիվ մներ մեզի եւ դերը մեծապես օրհնեց եւ այսօր աչքեր եկեղեցի մեջ զասված կբաշտենք կփարավորենք եւ մոտ 80 հոգիներ կհավաքվին եւ 60-ի չափ
ճշմարիտ վերջին ծնած ապաշխարածներ ունենք եւ դերը կփարավորվի եւ մենք ալ երկրի վրա մեզ ինքած բարդականությունը կկատարենք այդ երկրին մեջ։ Թող Տերը ձեր առաքելությունը ամուր պայի միջև իր գալուստը խոսենք շատ կարևոր նյութերից մեկի մասին, որ մեր ժողովրդի մեջ սխալ հասկացված է։ Ես Աստծո կողմից մեծ առանձնաշնորհ եմ համարում, որ մենք 301 թվականին քրիստոնյա դարձանք ազգովի։ Դա սքանչելի մի բան էր, Աստծո այցելություններ մեր ազգին, բայց տարիների դարերի ընթացքում կարծես թե այդ հավատքը ոչ թե հիմնադրվեց Սուրբ գրքի վրա, այլ ավելի շատ ավանդապաշտական, մարդահնար ձևերով Աստծուն մոտենալու ճանապարհներ որոնելով եւ ներկայիս շատերի մոտ քրիստոնեությունն էլ մյուս կրոնների նման դասվում է կրոնի շարքը եւ մարդիկ կարծում են, որ եթե մեկը կրոնական որոշակի պարտականություններ կատարում է, արդեն ինքը քրիստոնյա է, ինքը պետքություն չունի այդ ձեր քիչ առաջ ասած վերստին ծննդյան։ Կուզեի խոսենք կրոն եւ հավատ հարաբերության մասին, քանզի սրանց մեջ սարեր եւ ձորեր կան։ Կրոնը բոլորին դարբեր հարց է, հավատքը դարբեր է եւ գենտանի հավատքը բոլորին դարբեր։ Ուրեմն մենք այս երկրի վրա որ գաբրինք գրոնքը մեզ չի գնար փրկել։ Հավատքը ասենք եթե մտքի հավատք է միայն մտքի հավատն ալ մեզ չի գնար փրկել։ Բայց գործնական հավատք թե ինչ որ դեր գսե դուք հավատքով փրկված եք դեր Հիսուս Քրիստոսի արյան զորության միջոցով Կանց Հիսուսի արյան մեջ զորություն կա առանց Հիսուսի արյան առանց խաչի ջամփուն փրկություն գոյություն չունի եւ մենք մեզ չենք գնալ խաբել քանզի Աստծո խոսքը գենտան եւ զորեղ եւ ամեն երկսայրի սուրը ավելի գդրուկ Վոգդապանցե մինչև ձուծը եւ ոսկորներն ու հոտվածները իրար մեջ բաժնելու։ Ուրեմն այդ զորությունն է, որ մեզ կնա փրկել եւ քանի որ կսե դուք շնորհքով փրկված եք մեկ, երկրորդ եթե ծեր սրտի մեջ Քրիստոսի հոգին գոյություն չունի, կնշանակի թե մենք բաց բնական մարդիկ ենք։ Եթե անոր Քրիստոսի մեջ է, անիկը նոր ստեղծված մնե, հիները անցան, ամեն բան նոր եղավ։ Անոր համար որ Սամոս 2-ն գսե, եկեք լսեցեք դուք ամենքդ որ Աստծո մեկ վախտնակ ու բատմեն ձեզի ինչ որ դեր ըրավ իմ անձիս, ուրեմն քրիստոնեությունը անձնական է։ Ժառանգական չէ եւ այլ անձնական փորձառություն է։ Այո, այսինքն դա անձնական հարաբերություն Հիսուս Քրիստոսի հետ։ Այո։ Սա ոմանք կան եւ շատեր դավանում են, որ այո, հավատում են 2000 տարի առաջ Հիսուս անով մեկը աշխարհը եկել իրեն խաչել են, այո, հարություն է առել, բայց այդ կատարված դեպքը, այդ իրականությունը որևէ ձևով ազդեցություն չունի նրա վրա, որովհետև ինքը իր սրտի մեջ եւ իր մտքի մեջ այդ հավատքը չհաստատվեց նրա եւ ինքը միայն զուտ որպես կատարված դեպք է այն վերցանում։ Այսինքն իր մեջ որևէ շակի փոփոխություն չեղավ։ Հավատքը չտեսնված բաների հաստատությունն է եւ չերևցած բաների ապացույցն է։ Այո։ Եվ այսօր մարդկանց մի մեծ խումբ է ուղղակի ուզում են տեսանելի ձևով տեսնենք, հավատանք, սկզբունքով գնան։ Ես ցավը չեմ տեսներ, բայց գավադամ թե ցավ գա։
Ես Աստված չեմ տեսներ, բայց գահավդամ որ Աստված գա։ Ինչեն, որովհետև ցանկիս մեջ փոփոխություն եղավ եւ անոր միջոցնալ դեր Հիսուս Քրիստոսը լալով այն ադեն գահավդամ թե այո Քրիստոս զիս փոխեց ինչպես ցավ ըսկացի Քրիստոսն ըսկացի ցանկիս մեջ։ Երբ որ ասում են քրիստոնյա, սա ասել է թե Քրիստոսին հետևող մեկը։ Ինչպես կարող է մեկը կոչվել քրիստոնյա եւ Քրիստոսի խոսքերը զանց անել։ Դրա համար Աստծո խոսքը ասում է Հիսուսին նայենք։ Երբ որ ասում են նայենք, չի ասում նայեք, նկարը նայեք, անցեք գնացեք։ Այսինքն Հիսուսին որպես մեր հավատքի առաջնորդ եւ կատարող կամ այդ հավատքը մեր մեջ հաստատող մեկը մեր կյանքերի մեջ ունենանք։ Այո։ Եվ Աստված ասում է, եթե հավատակ խոստացյալ Սուրբ Հոգիով պիտի կնքվեք, որ մեր ժառանգորդը լինելու գրավականը պիտի լինի, եւ այդ ձևով մենք վերստին ծննդյան փորձառությունը պիտի ունենանք։ Այո։ Գիտեք, այլակրոն երկրներում ներկայիս բավականին արտնություն կա, մասնավոր Պարսկաստանում եւ մարդիկ ուղակի իսլամից փոխվում են քրիստոնյա եւ ոչ թե դառնում են ավանդապաշտ քրիստոնյա, ոչ թե անունով քրիստոնյա, այլ իրենց փորձառությունը վերստին ծննդյան փորձառությունն է դառնում։ Ճիշտ այդ է։ Եվ մենք բազմիցս այս մասին նշել ենք եւ շատ կարեւորում ենք, ուզում ենք, որ ձեր շրթունքներից էլ դա լսվի, վերստին ծննդյան կարեւորությունը, առանց որի որևէ մեկը Աստծո թակարությունը չի մտնելու, քանզի Տեր Հիսուս վկայեց դա։ Ճիշտ այդպես Նիկոդիմոս արդեն քիշերադեն երբ Հիսուսի եկավ, որպես գրոնական, որպես իշխան, որպես սենեդրիմի անդամ, եւ այնքան փորձառու անձնավորությունը եւ մոդեցավ եւ հաշտվեց թե ինչ ընելու է ուրեմն բարի վարտաբեդ կոչեցան Հիսուսը մեգենզա բարի չգա եւ ամիջավես Հիսուս իր հարցին պատասխանեց ճշմարիտ գսեմ քեզի եթե մարդը նորեն չծնանի չի գնա երկնքի թակավորությունը տեսնել Այդ ինչպես կնա ըլալ, որ մարդը ձերացած է եւ նորեն ծնի Հիսուսը ցավ մարմինեն ծնածը մարմին է հոգին ծնածը հոգի դու մի զարմանար ասոր բայց ես քեզ կսեմ եթե մեկը ճուրեն եւ հոգին չծնանի չի գնա երկնքի թակավորությունը մտնել այս է որ մարդ ծնուն պիտի ունենա Եվ Պետրոս առաքյալը գսե դուք փրկվեցաք ոչ թե ձեր հայրերեն ավանդված ունայն ճամփաներեն հապա Հիսուս Քրիստոսի պատմական արյունով որպես թե անբիծ ու անառատ գարիմը հապված արյունով այո վերստին ծնունդը ամենակարևոր եւ առաջին նախապայմանն է իրական քրիստոնյա լինելու այլապես մենք ունենք մեր ողերիմ թշնամին սատանան որ այսօր ամբողջ աշխարհին խաբել է ասելով որ մայից հետո ոչինչ չկա երբ որ մեռար գերեզմանը դրվեց ամեն բան վերջացած է այս կյանքն է վայելիր կեր խմի քու մտքիդ եւ սրտից ունեցած բոլոր ցանկությունները ի կատար ածի որպեսզի երբ որ ծերանաս չզղջաս կյանքիդ համար սակայն Փակ Տիրոջ Աստված իր կենթանի եւ ճշմարիտ խոսքն է տվել որով մենք իմանում ենք որ կա այո հավիտենական կյանք կա այս կյանքը այդ հավիտենականության ստվերն է միայն սա նախապատրաստություն է որ մենք մտնենք իրական կյանքը խոսենք հավիտենականության մասին Հոս շատ գեղեցիկ համարում կա որ գսեմ դուք մերակ մերքի աշխարհի չարի սատանայի ու ձեր կյանքը բախված է Աստծոքով եթե մենք մեռնենք մերքի չարի սատանայի այսինքն անոր գործերը չկատարենք ու մեր հոգևոր կյանքը բախված է
մայից հետո անոնք հոբիտ ելան եւ ասավ սրդենի չխրով եւ չվախնա Աստծո հավատացեք ինձ հավատացեք Albat he որ ցեզի վիդեսեի այս ահա ես երթամ ցեզի դեր բادرաստելու լավ որ երթամ ու ցեզի դեր բادرաստեմ քանզի նորեն գոկամ եւ ցես կովս կառնեմ որպես ուր ես եմ դու կալ հոնալակ Նյութը կշարունակենք սիրելի եղբայր մի փոքր դադար ենք վերցնելու եւ հոգեվոր երգ լսենք մեր սիրելի հերոստատիտողներից միասին նորից կվերադառնանք Սերն շարունակում ենք մեր հաղորդումը հեռավոր Ավստրալիայի Սիդնի քաղաքի մեր սիրելի եղբայրն է այստեղ գտնվում մեզ հետ միասին Խաչիկ եղբայր Խաչիկյանը որ հանդիսանում է այնտեղի եղբայրության եկեղեցու հոգևոր հովիվը Առաջին մասում ձեր վկայությունը տվեցիք եւ խոսեցինք մենք վերստին ծննդյան կարևորության մասին որ իրապես շատ կարևոր է Տեր Հիսուս մասնավորաբար կարևորեց սա երկինք մտնելու նախապայմանը վերստին ծնունդն է Այո մենք վստահ ենք 100%-ով համոզված ենք որ հավիտենական կյանք կա եւ այդ հավիտենական կյանքը Տեր Հիսուսի մեջ պահված է որովհետեւ Հիսուս ասաց ես մեռա եւ ահա կենթանի եմ հավիտյանս հավիտենից եւ ով որ հավատա թե մեռնի պիտի ապրի հավիտյան Որ չափով սուկիկը գարթանք Հակոբոս Սարաքյալ գեղեցիկ նկարագրություններ դբավադոր մասին Հավատքը առանց գործերու մեռած է Եթե հավատքը առանց գործի մեռած է նույնպես ալ գործը առանց հավատքի մեռած է Գնշանակե թե հոս գործ եւ հավատք միասին պետք է քալե Եթե մենք հավատանք Աստծո թե Աստված գոյություն ունի եւ եթե գոյություն չունի ծողի պես կապրինք ուր մնաց մեր հավատքը երկրորդ կարևոր բանը Եթե մենք Աստծո ջամփու մեջ ապրելու նպատակ ունենք եւ մեր հերանագարը հասնելն է ուրեմն պիտի խնդրեմ Աստծո մեջ դեր ինչ կուզես որ անեմ
Բողոս Արաքյալի առաջին հարցումը այս եղավ Դամասկոսի ջամփու վրա, երբ Աստված Տեր Հիսուս Քրիստոսով հայտնվեցավ իրեն։ Սողոս դժվար է քեզի խթանեմ գիծ սարնել։ Դուն ով ես Տեր։ Ես անեմ զորտուն կհալածես։ Շատ լավ, ինձ ինչն է պետք է։ Սա ելիր քաղաք մտիր ու պետք եղածը քեզի պիտի զորացվի։ Եվ Բողոս իբ ամիջական պատրաստ էր հնազանդելու այդ վերին գոչին, ամիջապես ելավ քաղաք մտավ։ Եվ երբ հանդիպեցավ Անանիայի, արդեն հոն Անանիա նույն գոչումը ստանալով ելավ Բողոսը դիմավորեց եւ զան գոչեց Բողոս եղբայր։ Դու ուտեղ ենք ճանչնացիս։ Ան հոգին որ քեզ հայտնեց, նույն հոգին ինձ հայտնվեցավ, որ քեզ դիմավորեմ։ Ահավասիկ կտեսնենք, թե Աստված իր խոսքի միջոցով երբ մեզի հասկացնե, որպեսզի մենք իր ճշմարիտ որդներ ըլլանք, իր ցայնին հնազանդելու ենք։ Ինչ որ գլսենք, ինչ որ գգարտանք, ինչ որ կհասկանանք, անիկա մեր կյանքին փորձառությունը անցնելու է։ Դժբախտությունը նրանում է կանում, դժբախտություն պիտի ասեմ սա, որ մարդիկ փրկություն եւ հավատքի կյանք կամ փրկություն եւ սրբության կյանք իրար չեն զանազանում։ Գրված է Աբրահամ հավատաց եւ դա իրեն արդարություն սեպվեց։ Հավատքով փրկությունը կժառանգես։ Մեկը սրտի մեջ կհավատա, իր բերնով կխոստովանի, որ Աստված Հիսուսին մեռնեց, հարուցանեց եւ կփրկվի։ Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ միածինը տվեց, որպեսզի ով որ հավատա, չկորսվի, հավիտենական կյանք ունենա։ Ուրեմն մեկը ճշմարիտ հավատքով հավիտենական կյանքը կստանա։ Վերջակետ, որից հետո կգա հավատքի կյանքը, որից հետո կգա սրբության ճանապարհը, քանզի մենք Աստծո սրբությանը հաղորդ եղանք եւ մեր հավատքի ընթացքը պիտի ապացուցի մեր ճշմարիտ փրկված հավատացյալ լինելը։ Բայց եթե մենք գործերը պիտի կցենք փրկության հետ, այդ դեպքում միջև մեր կյանքի վերջին ակնթարթը մենք չպիտի իմանանք արդյոք մենք փրկված ենք, թե փրկված չենք։ Ուրեմն բարի գործերը որևէ ձևով առնչություն չունի փրկության կյանքի հետ։ Փրկությունը միմիայն շնորհք է, ձերի պարգև է, Հիսուս Քրիստոսի արյան արժանիքն է։ Իր ձեռքից մենք փրկությունը կառնենք եւ Աստված մեր մեջ կներգործի, որպեսզի մենք բարին ի գործ դնենք։ Հիմա այն համարը, որ ասեցիք, շատ գեղեցիկ էր։ Շնորհքով փրկված ենք հավատքի միջոցով, եւ սա ոչ թե մեզանից է, այլ Աստծո ձերի պարգևն է։ Ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա, որովհետև եթե մեկը գործեր անի, պիտի պարծենասի Տեր Աստված, ես քո առջև այս բաներն եմ անում, եթե ես չփրկվեմ, ով պիտի փրկվի, եթե ես արժանիք չունեմ փրկության համար, ով պիտի ունենա, չէ որ այսքան բաներ արեցի։ Բայց փրկությունը Քրիստոսի արյան շնորհքն է, Քրիստոսի արյան արժանիքն է, որ մենք փրկվում ենք, որից հետո հավատացյալը պարտավոր է սրբության ճանապարհի մեջ քայլել, քանզի գրված է, որ դուք նրա սրբության հաղորդ եղաք, մենք տնկակից եղանք Քրիստոսի վրա, եւ պետք է որ Սուրբ Հոգի զորությամբ մենք հավատքի կյանք ապրենք, թեև այդ կյանքը կարող է վերիվարումներ ունենալ, կարող է նաև ձախորդ օրերը լինել, բայց Տերը կարող է կանգնեցնել ընկածին։ Ոնց կարևոր մի քանի քայլեր կան։ Ինչպես ֆիզիկական մարմինը ծնունդ ունի մանկություն, բադանեկություն, երիտասարդություն, չափահասություն, ձեռություն եւ այլն։ Նույնպես հոգևոր կյանքը ունի իր չափանիշները։ Այո։ Ուրեմն, որպես հավատացյալներ, վերջին ծնած հավատացյալներ, եթե աջում չունենանք, մանկական մագարտակի վրա մնանք, այն ադեն մեր կյանքը շատ ձանձար կլա եւ շատ չենք կնար որոշել թե իրապես այս մարդը
փրկված է լման, թե ոչ։ Ես աշխարհի, ես եկեղեցի հավատքի կյանքի մեջ շփոթություն գստեղծի շատերուն։ Բայց երբ կտեսնենք մանուկը ծննելուց, ապա գսկսի մեծնալ, գխաղա, խոսի, գահակվի, գվազե եւ գամած աջում կունենա, մգան կպատրաստե, գշինե, նույնպես հավատացյալը երբ գաջի Աստծո ջամփուն մեջ անգսկսի հոգևոր կետնի վրա մգաններ շիներ, այսինքն չարին դեմ, մեղքին դեմ բայկարիլ, որովհետեւ հոգևորպես աճի, անալ գբահանջե նվիրում։ Բողոս արաքյալ հռոմահայցված 10-րդ գլխում մեջ շատ գեղեցիկ նկարագրական ունի, որ գսե գաղաչեմ ձեզ եղբայրներ, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընձայե գենտանիզող մսուր, Աստծո հաջելի, որն է ձեր բանավոր բաշտոնը, եւ մի գերբարանիկ աշխարհից գերբարանքովը, հապա ձեր մտքին նորոգությունով նորոգվեցեք, որբեսը քննեք թե ինչ Աստծո գամքը, որ բարի ու հաջելի եւ կատարյալ է։ Երբ հավատացյալը գքննե Աստծո գամքը, գփնտրե, գտնե իր գոչումը, գուզե հասկանալ թե ինչի կանչված է, ինչ բան է կանչված է, մաքրության, սրբության, բզախանտիր կյանք ապրելու, հոն է որ հոգևորապես գաջի, իր ինչպես Բողոս արքայ գսե, երբ դղայպես կխոսեի, դղայպես կխորեի, դղայպես համարում ունեի, բայց երբ ար եղա, դղայական բաները մեկդի չգեցի, որ աջում պետք է։ Այո, տարիները իր հետ պիտի բերեն թե հոգևոր գիտության եւ նաեւ կյանքի փոփոխության զգալի մի այսպիսի վիճակ, երբ որ հավատացյալը իրապես մենք չէ որ կանչված ենք ամենս Քրիստոսի լման հասակի չափ ունենալ, ամեն մեկս մի վիճակի մեջ ենք եւ տարիները պետք է որ իրապես հավատացյալին ամրացնեն հոգևոր կյանքի մեջ, թե մեր մտածելակերպը, թե մեր աշխարհայացքը այս երկիրը եղած իրավիճակների նկատմամբ պիտի քննենք ամենը սուրբ գրքի տեսանկյունից, որպեսզի հասկանանք թե որն է Տիրոջ կամքը, մեզ Աստված ինչ է տվել եւ ինչ է մեզանից պահանջում։ Շատ հաճախ հավատացյալներ, որ երկար տարիներ, ասենք 30-40 տարիներ հավատքի կյանքի մեջ են, այո Հիսուսին սիրում են, իրենց համար կասկած չէ իրենց հավատալիքները, որ հավիտենական կյանք կա, Հիսուս փրկիչ է, սակայն ինչ է հոգևոր գիտության պակասը հաճախ նրանց տանում է, որ անգամ նրանք հիմնվում են, այսպես ասած, superstitious, այսինքն նախապաշարումային բաների վրա է։ Բայց Աստված ուզում է, որ մենք գիտակից հավատացյալներ լինենք։ Բարին ու չարը իրարից զանազանող, վարդապետության հովերից չտարվենք, այլ ճշմարտապես եւ հաստատուն իմանանք, թե ինչ է ավետանի պատգամը։ Ես կհիշեմ մոտ 18 տարեկան էի, ապաշխարút հենց դարի հետո։ Հայրի մեջ կոչուգային տրանարչև արաբ մարդը իր մեջքեն գողոմը գաբած, որում մեջ մարդը նստած էր, գլուխը բնական մարդու գլուխու պես, ագանչները շատ լավ, մորուքը բավական երկար, բեխեր մինչև ագանչները կհասներ, սակայն ասքան բզիկ մարմին ուներ, ձերքերը այսքան, ոտքերը նույնչափ եւ այդ արաբ մարդը միշտ ձերքը բացած ողորմություն կխնդրեր։ Այդ մարդը, այսինքն գողովի մեջ նստող մարդը, կյանք ուներ, բայց չէր մեծած, գաջաճ մնացած էր։ Ուրեմն սխալ բան մգար մարմինի մեջ, որ մարմինին բջիջները շիրակ նորմալ չէին աշխատեր։ Նույնպես հավատացյալներ կան, որոնք ծնած են, ինչպես ասեք, դարներուն ընթացքին, բայց չեն մեծած։ Ինչու՞։ Պետք եղած շիրակ սնունդը չեն արած եւ անոր համար չեն մեծած։ Ուրեմն, երբ որ Աստծո խոսքը
մեզի կբացատրի կխոսի եւ սնունդ կուտա այդ սնունդով աջելու ենք։ Մարդ գաբրի երեք կարևոր բաներ անելով, բայց առանց սկալու։ Գշնչե, գուդե, գխմե։ Այս երեք եթե անջադես, այս մարդը չի գնար աջիլ, չի գնար մեզնալ, չի գնար շարունակել իր կյանքը, գմերնի։ Հոգևոր կյանքն այս երեք կարևոր հիմնական բաներում պետք ունի։ Շնչառությունը պետք է փոխանակենք աղոթքի։ Սնունդը պետք է փոխանակենք Աստծո խոսքին։ Եվ ջուրը պետք է փոխանակենք Սուրբ Հոգին, եկեղեցին, մեր կյանքի փորձառության, հոգևոր հաղորդակցության, որբեսի ան մեզ գենտանի բահե եւ հոգևոր զորավոր։ Քիչ առաջ ասեցիք սատանան մռնչող արուջի պես մեր շուրջը գշրջի մեզ գլելու, մեր լուսավոր շտագի պես կուկա մեզ խապելու։ Բայց եւ Սուրբ Գիրքը գարտան իմաստություն կուտա մեզի, որբեսի անոր հնարքները գիտնանք եւ իմաստությամբ անգեր դուրս ելենք, բայկարինք, հաղթենք։ Դուք չարին հնարքները չգիտող չեք կսարակյալը եւ անոր հնարքները գիտենք, անգեր ձերբազատել գերբերնա պետք է գիտնանք Աստծո խոսքին վրա գարչելով։ Այո, խաչիկ եղբայր ամբողջ 1 ժամ արդեն անցավ, կարծես թե աննկատ անցավ, մեր հաղորդման վերջավորությանը հասանք, պիտի մեր սելի հեռուստադիտողներից բաժանվենք, բայց մենք սովորություն ունենք, առանց աղոթքի չենք բաժանվում։ Ուստի պիտի խնդրեմ, որ աղոթքի մեջ առաջնորդեք, եթե այս հաղորդումը ոմանց սրտին դպավ եւ նրանք կարեւորությունը զգացին վերստին ծննդյան, որ միայն հավատքի միջոցով կլինի, խոսքը կլսես եւ այն սրտիդ մեջ արմատներ կտա եւ կզարգանա, խնդրեմ առաջնորդեք աղոթքի մեջ, որպեսզի մարդիկ ապաշխարեն այսօր։ Զիք երկու խոսքով եղբորը ապաշխարության փորձառությունը պատմեմ։ Ավստրալիա մեջ մեգումը դեր Հիսուսը ներկայացուցի եւ դագաբինգ շավնագեի սա եղբայր ապաշխարել կուզեմ ես աղոթել չեմ գիտեր ինչպես կապաշխարեն աղոթենջի ես եղբայր քանի որ սրտով կփապակիս աղոթելու ձևը գերբը չես գիտեր բարերը չես գիտեր ես գոկնեմ քեզի բայց երբ սրտով հավատքով կխնդրես դերը պիտի դա ուրեմն ասին Դեր Հիսուս, ինքնդ Դեր Հիսուս, բոլոր սրտով քեզ գուկամ, անցյալի իմ գիտակցաբար կամ անգիտակցաբար, գործած բոլոր մեղքերուս համար թողություն կխնդրեմ, խաչին վրա թափած, սուրբ եւ թանկագին արյունովդ իմ մեղքերս լվա, գուխտեմ հետ այսու, քեզի զավակը լալ, քո ջամփուտ մեջ քալել, քեզ սիրել, քեզի հնազանդիլ, քո գամքդ կատարել, օրհնեզիս եւ քո ջամփուտ մեջ ապրելու զորություն եւ քաջություն բարգեւե Հիսուսի անունով ամեն։ Ամեն։ Թող Տերը օրհնի թե ձեզ եւ թե լսողներին, կխնդրենք նաեւ մեր սիրո բարևները, ողջունները փոխանցեք Ավստրալիայի մեր սիրելի եղբայրներին, քույրերին։ Այն բան։ Շատ շնորհակալ եմ որ այս այրիթ ընձայեցի։ Դիրոջը փառքին համար, ինչ որ դերը ինձ դված է, ցանկի փորձառություններ զայնսի ոչ մեկ ավելորդ խոսքսելով։ Դրա մեջ վստահ ենք, թող Տերը մեր սիրելի հեռուստադիտողներին մեծապես օրհնի, միջև նոր հանդիպում։